ինչ իշխանությամբ ես դու այդ անում։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօրվա մեր ավետանական ընթերցանության մեջ մենք տեսնում ենք, թե ինչպես է Հիսուս Քրիստոս խոսում եւ փոխանցում մարդկանց իր բարոյական ուղղորդումները, բացատրում նրանց ճշմարտությունը։ Եվ ահա, երբ նա մարդկանց ուղղորդում է դեպի Աստված, նրան մոտենում են փարիսեցիները եւ հարց են տալիս. Ինչ իշխանությամբ ես դու այդ անում։ Այսինքն, ինչ իշխանությամբ ես դու մեզ քարոզում, ինչ իշխանությամբ ես հրաշքներ գործում, ինչ իշխանությամբ ես դու փորձում մեզ ուղղել մեր սխալ ընթացքից։ Հիսուս Քրիստոս նրանց պատասխան հարց է տալիս։ Ասում է. դուք ինձ պատասխանեք։ Հովհաննես Մկրտչի քարոզչությունը մարդկանցից էր, թե Աստծուց։ Եվ երբ այդ հարցին պատասխանեք, ես էլ ձեզ կպատասխանեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում։ Նրանք մտածում են, փարիսեցիները մտածում են եւ հասկանում են, որ եթե ասեն, թե Աստծուց է, Հիսուս Քրիստոս կասի, իսկ ինչու չհետևեցիք նրա խոսքին։ Իսկ եթե հանկարծ ասեն մարդկանցից է, այսինքն ոչ Աստծուց, վախենում են մարդկանցից, որովհետև մարդիկ գիտեն, որ Հովհաննես Մկրտիչը մարգարե է եւ ինչ խոսում է, Աստծուց է խոսում։ Հետևաբար նրանք որոշում են խորամանկության գնալ եւ Քրիստոսին ասում են չգիտենք թե նրա իշխանությունը որտեղից է, ինչը բացարձակ սուտ էր եւ կեղծիք։ Եվ Հիսուս Քրիստոս նրանց պատասխանում է. ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ գործում։ Մենք բոլորս հասկանում ենք, թե որտեղից էր գալիս Հիսուս Քրիստոսի իշխանությունը։ Դա իր իշխանությունն էր, դա աստվածային իշխանությունն էր, որովհետև միակը, ով կարող էր ուղղորդել, ուսուցանել եւ դատել մեզ, դա Հիսուս Քրիստոսն էր եւ է, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Եվ երբ նրանք մոտենում են այս հարցը նրան տալու, իրենք էլ շատ լավ հասկանում էին, որ այն ամենը, ինչ որ Քրիստոս ասում է, ճշմարտություն է։ Նրանք չէին գալիս կասկածի տակ առնելու Հիսուս Քրիստոսի խոսքերը, այլ ցանկանում էին ուղղակի Հիսուս Քրիստոսից ձեռբազատվել, որովհետև չէին ցանկանում լսել Հիսուս Քրիստոսի խոսքերը, չէին ցանկանում ուղղվել, չէին ցանկանում հրաժարվել մեղքից։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ մենք մերժում ենք Աստծուն։ Մենք մերժում ենք մեր փրկությունը։ Ինչու ենք մենք մերժում Աստծուն, որովհետև մենք չենք ցանկանում հրաժարվել այն մեղքերից, որոնք որ մենք գործում ենք։ Բայց երբ մենք հրաժարվում ենք Քրիստոսից, մենք ավելի ենք մտնում մեղքի մեջ։ Մենք ավելի ենք խորանում այն խավարի մեջ, որում գտնվում ենք, եւ մենք ինքներս մեզ զրկում ենք լույսից, մենք կուրանում ենք, մենք խլանում ենք, մենք համրանում ենք, եւ ի վերջո մենք կործանվում ենք։ Ավետարանները մեզ շատ հստակ բացատրում են, որ Հիսուս Քրիստոս եկավ մեզ փրկելու, բայց եթե մենք մերժենք այդ փրկությունը, ինչպես մենք կարող ենք փրկվել։ Հիսուս Քրիստոս մեր Տերն է եւ մեր Աստվածը։ Հիսուս Քրիստոսի իշխանությունը աստվածային իշխանություն է, եւ նրա փոխանցած ուսմունքը մեզ աստվածային ուսմունք է, ճանապարհ, որով մենք կարող ենք հասնել Աստծուն։ Եթե մերժենք Հիսուս Քրիստոսի ուսմունքը, կմերժենք նաեւ մեր փրկությունը։ Եկեք պահենք Հիսուս Քրիստոսի խոսքը, ընդունելով նրան մեզ իբրև Տեր եւ Աստված։ Եվ եթե մենք ընդունում ենք Քրիստոսին իբրև Աստված, նրա խոսքից շեղում թույլ տալ իրավունք մենք չունենք։ Առանց որևէ բայցի, առանց որևէ հանգամանք մեջ բերելով։ Եթե մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին իբրև Տեր եւ Աստված, մենք պիտի մեր ամբողջ էությունը ծառայեցնենք Հիսուս Քրիստոսի խոսքը պահելու ուղղությամբ, եւ այդ խոսքը մեր փրկությունն է։